Արևմտյան Ադրբեջան կոչվածի հետ կապված նոր ահազանգ է հնչեցրել Արման Թաթոյանը, տեսանյութ է հրապարակել, ըստ որի Օսիմեդյան հետաքննություն է իրականացրել ու պարզել է, որ ուղիղ փոխկապակցվածություն ունի Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը նախագահի աշխատակազմի հետ, իրենց վերահսկողության տակ է գործում ու այն անձնագրերի մասը, եթե կհիշեք այդ թեման, որ հրապարակվել էր անձնագրեր, որի բնորանը նշված էր ճամբարակը, մեկի դեպքում այրումը, Ալավերդի եւ այլն, ահազանգը հետեւյալն է, որ հայտարարում է, որ ձեր ընտրվելուց հետո 2026-ին եթե դուք ընտրվեք, ադրբեջանցիները գալու են Հայաստան, իրենց պահանջը թեզերի մեջ հայեցակարգի մտնում է արժանավայել իրենց բնակություն հաստատելը, կյանքը եւ այդ արժանավայելի տակ արդեն ինչ ասես կարող ենք տեսնել, այդ թվում եռաբլուրի փակում, մեր հերոսների նկարների հանում եւ այլն։ Ինչ կասեք սրա այդ կապ։ Ես պարոն Թաթոյանի հիմնավորումներին թույլ տվեք նկատել, որ չեմ վստահում, այնպես ինչպես չէի վստահում ինչ նրա այդ պայքարի մեջ քաղաքական մտնելը, այսինքն գիտեք 26 թվականին պարոն Թաթոյանը պատրաստվում է առաջադրվել եւ մինչ այդ հայտարարություններ պարոն Թաթոյանը հրապարակում էր անձնագրեր, ասում էր տեսեք, այս Ադրբեջանում այս անձնագրերն են արդեն տպում եւ այլն, հետո պարզվեց, որ բնականաբար դա ինչ որ մի ՀԿ-ի ուղղակի ինչ որ ակցիա է եւ հիմա նույն հիմնավորումը դա է ցույց տալիս, կներեք, որ ընդհատում հենց դա ցույց տվեց տեսանյութում, ցույց տվեց այդ փաստաթղթերը ու Օսիմեդիայի հետաքննությունը, ըստ որի կա այդ կապը, այսինքն կառավարության իրենց իշխանության հետ Ալիևի ինչ բան է։ Ես այդ ուրեմն հետաքննությանն էլ հա ծանոթ չեմ, իսկ պարոն Թաթոյանը ինձ համար հուսալի աղբյուր չէ, հավաստի աղբյուր չէ։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կանոնակարգված են, մենք ունենք գրավոր համաձայնություններ եւ բնականաբար բանավոր բանակցություններ, որի բովանդակությունը ձեզ նաև հասու է եւ նաև ուզում եմ նկատել, որ վերջին հանդիպումներ կարծեմ, երբ նաև նման էին մեր եւ Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, խնդրում եմ այս հաղորդագրություններին միշտ հղում անել, իսկ այդ հաղորդագրություններով մեր հարաբերությունների կարգավորումը ունի շատ լուրջ հիմնավորում։ Մենք ունենք միմյանց տարածքային ամբողջականության հարգման պատասխանատվություն, ներքին գործերին չխառնվելու պատասխանատվություն ստանձնալ։ Կողմանի չի այդ Տիկին Հակոբյան, Ալիևը հայտարարում է, որ ինչ Սևանա լիճ Գյոչայա մերնա, այսինքն ու այս ֆոնի վրա դուք ոնց եք պնդում, որ իրենք հարգում են։ Հա, մենք հարգում ենք իրենց տարածքային ամբողջականությունը, դա վերին մակարդակով տեսել ենք եւ Փաշինյանն է վերկացել ասել, բայց Ալիևի կողմից նույնը չենք տեսել։ Ես չեմ ուզում ոչ արդարացնել Ալիևին, ոչ նրա ինչ-որ փաստաբանի դեր կատարել եւ ոչ էլ ուզում եմ մեկնաբանել նրա խոսքերը։ Ես ասում եմ, մենք ունենք կանոնակարգված հարաբերություններ։ Այդ հարաբերությունները շատ հստակ ձևակերպված են մեր նախաստորագրած խաղաղության համաձայնագրով, ինչպես նաեւ այն հռչակագրով, որը նաեւ ստորագրվեց օգոստոսի 8-ին։ Խնդրում եմ, մենք մեր հարաբերությունները, այսինքն հիմնման կետ վերցնում ենք օգոստոսի 8-ին փաստաթղթերը, որտեղ կա նաև Ալիևի ստորագրությունը եւ պարտավորությունը նաև, չէ, հետևելու իր ուրեմն ստորագրության վերևում դրված հիմնավորումներին։ Բանը ստորագրել չի հարգել իր ստորագրությունը։ Շատ բարդ են հարաբերությունները։ Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք ցավոտ եւ արյունյալի անցյալ եւ չունենք վստահություն միմյանց հանդեպ։ Եւ դժվար է այդ հարաբերությունները բերել այնպիսի կետի, որտեղ ամեն ինչ նորմալ լինի։ Բնականաբար ամեն ինչ նորմալ չէ, դրա համար կան փաստաթղթեր մեր հարաբերվելու համար։ Հիմա այդ ընթացքում կլինեն տարբեր վատ նաև կետեր, վատ բաներ, օրեր, հայտարարություններ եւ դա պետք չէ դրանով խզել այն լավ հիմքը, որը ունենք մեր հարաբերությունների ընթացքում։ Այո, լինում է Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ հայտարարություններ, խաղաղությանը չմիտված հայտարարություններ, բայց եթե մենք դրա այդ ամեն ինչին ոնց որ տուրք տանք, մենք չենք հասնի այն կետին, որին ուզում ենք հասնենք, բարդ է լինելու, բայց մենք նպատակը դրված ենք իրականում հասնելու այն
կարևոր հանգրվանին, երբ արդեն հարցեր չի առաջանա եւ ենթատեքստեր չենք փնտրի տարբեր ասածների տակ, այլ այնպես կհարաբերվենք, ինչպես մեր օրինակ այն հարևաններին հետ, որոնց հետ չունենք, հա, ցավալի անցյալներ։ Դուք բացառում եք, որ ադրբեջանցիները կգան եւ իրենց բնորանը օկուպացիոն, այսինքն ծրագիր կիրականացնեն, իրենց բնորանը կհամարեն մեր տարածքները ու հետո կպահանջեն արժանավայել կյանք, զինված խմբեր կբերեն եւ այլն, դրա բոլոր հետևանքները։ Տեսեք, ես հիմա հիշում եմ նույն Ալիևի, հա, օրերս այն հայտարարությունը, որ ակադեմիայի ինչ որ ամյակի արդիվ էր արել, ասել էր, որ երբ խոսում են օրինակ, հա, պատմական ինչ որ ընթացքում իրենց բնակության վայրից, դա որևէ երկրի ոչ ազգությանը, ոչ պետականությանը, այսինքն նկարտումներ չունեն որևէ եւ այդ ազգերն ու երկրներն էլ պետք է դրանից ելնեն, այսինքն ասում էր, որ մենք ներդրում ենք ունեցել օրինակ, հա, այն երկրներում, որտեղ բնակվել ենք եւ դա որևէ կերպ պետականությանը վնաս չէ այդ հայտարարությունները եւ նաեւ բացառել էր օրինակ տանկերով երկրներ գալու եւ այլն։ Եվ երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, իրականում մենք որքան օրինակ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ մեր երկրում ապրող, հա։ Մենք չունենք անցյալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Պարսկաստանի հետ, չունենք ցավոտ անցյալ, ունեցել ենք ինչ որ շրջանում, հա, որ փնտրենք մենք Վրաստանի հետ որոշ խնդիրներ, հա, եւ տարբեր երկրներ, հա, ինչ որ պատմական շրջանում ինչ որ խնդիրներ ունեցել են, բայց այսօրվա իրենց հարաբերությունները փոխկապակցել այդ ցավոտ անցյալի հետ պետք չէ, եւ դա չի բացառում, օրինակ նույն ասում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր քաղաքացիներ կամ ազգությամբ, հա, մարդիկ ապրում են Հայաստանում եւ դա մեզ մոտ հարցեր չի առաջացնում։ Ընդհակառակը մենք օրինակ երբ որ պատվիրակություն է լինում, մենք միշտ շեշտում ենք թե որքան աշխատասեր են, իրենց որքան լավ են զգում, որքան ուսանողներ կան, ինչ ներդրում ունեն, մենք տարբեր տոներ են նշում այստեղ, մենք հաշտ ենք այդ ամեն ինչը եւ ինչ որ մի պատմական, ինչ որ մի անցյալում, դա մոտ անցյալում մի պատկեր ասեք, բայց ինչ որ լավ կլինի որ մոտ անցյալում, բայց տրամաբանությունը նշում է որ ինչ որ մի անցյալում ապագայում մենք նաեւ չենք կարող չէ բացառել, որ մենք կապրենք օրինակ Ադրբեջանում, ադրբեջանցիները կապրեն Հայաստանում, ինչպես ցանկացած երկու հարևան պետությունների դեպքում է լինում։ Պետք է սրանից ելնել եւ ոչ թե турք տալ որևէ հայտարարության, որը հնարավոր է ենթատեքստում ինչ որ մի բան է ասում, բայց դա չկա պաշտոնական մակարդակով, դա չկա փաստաթղթերում, ընդհակառակը փաստաթղթերում ամեն ինչ նորմալ է, ինչպես տեսել եք դուք ձեր աչքով։ Տիկին Հակոբյան, տեսեք, հա, դուք ասում եք չենք բացառում, որ ադրբեջանցիները կգան, բայց դրա վտանգները պատկերացնում եք, թե չէ, որովհետև Ալիևը 2022-ին օրինակ պաշտոնապես հայտարարում էր 22-ի դեկտեմբերի 24-ին նման հայտարարություն արել, որ մենք սկսում ենք մեծ վերադարձի ծրագիրը Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո, ինքը դա հայտարարել է, ում այդ հայեցակարգերով ամբողջովին ֆիքսված է, թե ինչ են դրա տակ պատկերացնում։ Այսինքն իրենք պատկերացնում են, որ ադրբեջանցիները պիտի գան, հետո արժանավայել կյանք ունենան, այդ արժանավայելի տակ իրանք ինչ են պատկերացնում, ասենք արդեն մնացածը կարող ենք պատկերացնել։ Հիմա դուք այս վտանգները հաշվի առնում եք, թե չէ, որպես իշխանություն։ Ցանկացած երկրից կարող են նման վտանգներ լինել ցանկացած պետության համար, բայց եթե մենք պայմանական, հա, նման վտանգի դեպքում պատեր շարենք եւ չթողնենք որևէ երկրի, այլ երկրի քաղաքացի մտնի Հայաստան, որովհետեւ հնարավոր է որ մարդիկ գան, շատանան, մեզնից շատ ծնելիություն ունենան եւ բնակչությամբ շատ լինեն եւ հետեւաբար ինչ որ մի դեմոգրաֆիական բան փոխվի, դա նշանակում է իրականում մենք պետք է մեր սահմանները փակենք, մնանք մենք մեր երկրով տեսական նման վտանգ ցանկացած երկրից ուզում եմ ասել կարող ենք տեսնել տեսական նման վտանգ, բայց արդյոք դա է բանը, էլի, դա է պետք հիմք վերցնել եւ չկարգավորել հարաբերությունները, հա։ Մենք էլի ես մի քանի բազմաթիվ անգամներ երբ խոսք է լինում, միշտ ասում եմ, հələ եկեք մի հատ հետ գնանք, էլի օրինակ 2 տարի առաջ հետ գնանք, շատ հետ չգնանք, 2 տարի առաջ հետ գնանք։ Մենք ունեինք ամենօրյա կրակոցներ սահմանին, էսկալացիայի վտանգ, ամեն օր արթնանում էինք բոլորս եւ կարդում էինք որևէ տեղաշարժի մասին լուր, կրակոցի մասին լուր, միշտ խոսում էինք, որ մեր գլխին
կախված են պատերազմի սպառնալիք, միջազգային հանրությանն են կոչանում ուշադրություն դարձնել։ Մենք հիմա ունենք այն խաղաղությունը, որը ունենք։ Պետք չի անընդհատ բզել եւ ասել հələ մի րոպե, իսկ հնարավոր է, չէ, ուրեմն եկեք բան անենք, Ադրբեջանին ամեն ինչ կասեցնենք, պատեր շարենք եւ որևէ հարաբերություն չկարգավորենք։ Դրա համար մենք գին ենք վճարել, Տիկին Հակոբյան, մենք Արցախը դրա համար վճարել ենք, չէ, Արցախով ենք վճարել, էթնիկ զտում եղավ, բնակիչները տեղահանվեցին այնտեղից, այսինքն մենք այնպես չի էլի, որ այսպես մատը ճտացրել ենք, այդ ունեցել ենք չկրակոց, մենք իրենց ուզածը տվել ենք, ունեցել ենք այն։ Հաթեթավորել իհարկե հիմա դուք հարցով, բայց ես չեմ կարող ուղղակի տենց անցնել, ինչ է նշանակում Արցախով վճարել։ Ղարաբաղում տեղի ունեցել պատերազմ։ Ասել որ մենք բան ենք արել, տենց Ղարաբաղը տվել ենք, որպեսզի այսօր լինի խաղաղություն, դա նշանակում է ասել, որ չի եղել պայքար, այլ ուղակի տենց ինչ որ մի բան հանձնվել է եւ այն հայորդիները, որոնք զոհվել են, նրանք տենց ոչ մի բան, իրենք չեն զոհվել, իրենք չեն պայքարել, ուղակի տրվել է։ Ոչ, եղել է պայքար, եղել է պատերազմ եւ դեռ մի բան էլ օր առաջ պատերազմը չկանգնացնելու համար քննադատում են իշխանությանը, ասում են, այ դուք կարայիք մի օր առաջ, 5 օր առաջ կանգնացնենք, մի կողմ եմ դնում հնարավոր էր, հնարավոր չէր, բայց եղել է պայքար, 44 օր պայքարել են եւ ունեցել ենք ցավալի պարտություն, ինչը պետք է ընդունել, ունեցել ենք պարտություն։ Տվել ենք, եղել է որ առանց կրակոցի, այսինքն մի րոպե, պայմանավորվածություն է եղել, երևի նկատի ունեք նոյեմբերի 9-ի փաստաթղթով եւ այլն, եւ նաեւ ուզում եմ նորից հիշեցնել, որ հետո ինչ եղավ, էթնիկ զտումը որ եղավ, ինչպես դա եղավ, ես չեմ ուզում հիմա մեր այս ոդքի վրա փոքր հարցազրույցը վերածել բանի, այտենց մեծ, որովհետեւ նոր թեմաներ են բացվելու եւ մենք չենք կարողանալու ամբողջությամբ այդ թեման բանանել։ Դա համար չանդրադառնամ ինչպես եղավ, ինչպես հասանք դրան, հա։ Մյուս կողմից մենք նաեւ հայտարարել ենք, որ ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Ղարաբաղը, ընդունում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դա փոխադարձ է, հայ, դու չես կարող քո երկրի տարածքային ամբողջականություն ընդունել, հարևան երկրինը ոչ, որովհետեւ կամ հարևանին ընդունել, քոնը ոչ, որովհետեւ դա մի սահման է, մեկը ընդունում ես, հաջորդ կողմը արդեն պարզավոր հարևանը դա եւ փակում ենք Ղարաբաղի էջը, Ղարաբաղի այն ուրեմն անկախության հիմքում մեր դրված միացյալ Հայաստանի, այո, միացնելու Ղարաբաղ Հայաստան, այդ էջը փակված է։ Մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր որևէ հարևանից չունենք տարածքային պահանջ եւ պատրաստվում ենք զարգացնել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ երջանիկ անհատներ կապրեն մեր սուվերեն 29743 քառակուսի կիլոմետրով եւ ոչ մի երջանիկ ադրբեջանցիներ ապրեն, հենց սրա մասին էր էլի մեր Հայաստանը անհնար է պատկերացնել երկիր, որտեղ իր քաղաքացիները երջանիկ են, երկիրը կայուն է, խաղաղ է, ապահով է, ամեն առումով ապահով, միայն սահմանը չէ, երկրի ներսում էլ ամեն առումով ապահով եւ այդտեղ չուզենան ապրել այլ երկրի քաղաքացիներ։ Եվ այսօր նաեւ անհնար է պատկերացնել երկիր, որտեղ միայն էթնիկ այդ ազգն է ապրում։ Պետք է ապրեն բոլոր այն նաեւ քաղաքացիները, որոնք տարբեր կարգավիճակով, հա, բնակության, մշտական բնակության թույլտվությամբ, մեկ ամսյա ժամկետում ապրելու հնարավորությամբ, թե քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան տարբեր իրավիճակներով հարաբերվելով պետության հետ ապրել Հայաստանի Հանրապետություն եւ հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները։ Շնորհակալ եմ։